3 օր բավական երկար եւ մանրամասն լսեցինք օրակարգում ընդգրկված հարցը եւ չնայած այն նախապես շրջանառվող լուրերի լրատվական որոշ ծառայությունների կողմից, որ ինքնանպատակ դրվել էին շրջանառության մեջ, որ հանձնաժողովը ամեն ինչ անելու է, որ ծածկադմփոց անի, ամեն ինչ անելու է, որ արագ լինի, ամեն ինչ անելու է, որ թափանցիկ չլինի, ամեն ինչ անելու է, որ դահլիճում տեղ չլինի եւ նմանատիպ մեղադրանքներ շրջանառվեցին նիստը դեռ չսկսած օրեր առաջ, ինքներդ համոզվեցիք, որ այդպիսի սցենար չեղավ, ինչ էլ որ եղավ, դրա նախաձեռնողը կամ հեղինակը ոչ հանձնաժողովն էր, ոչ էլ պետական որևէ կառույց, բայց քավլիցի բոլոր այդ դժվարությունները հաղթահարվեցին, փորձեցինք մենք մաքսիմում ապահովել բոլոր կողմերի լսվածությունը նիստի ընթացքում, 150-ից ավել հարցեր հնչեցին այս 3 օրվա ընթացքում, տրվեցին պատասխաններ, այլ բան է թե պատասխանները որ կողմին ինչքանով բավարարեց, բայց բնականաբար այս գործընթացը այսօրվա նիստով չի ավարտվում, ենթադրում եմ, որ կողմերը կփորձեն իրենց իրավունքները պաշտպանել այլ ատյաններում եւ հետեւաբար process-ը դեռ ունի շարունակություն